Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է ՀԱԵՔՎ ազգային քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամ առողջապահության կազմակերպիչ Տիգրան Խաչատրյանը։ Պարոն Խաչատրյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ, որ ինձ հրավիրել եք հարցազրույցի։ Պարոն Խաչատրյան, նախ մեր երկրում կատարվող քաղաքական իրադարձությունների մասին կուզեմ մի քիչ խոսենք։ Երեկ ամբողջ օրը խուզարկություններ էին տարբեր մարդկանց տներում, այդ թվում նաև Բագրատ Սրբազանի նրա համակիրների բնակարաններում եւ արդեն երեկոյան պարզ դարձավ նրանց կալանավորել են եւ իշխանությունը նրանց մեղադրում է, ինչ որ հրապարակվել էր մինչ այդ հեղաշրջման պլանը, մեղադրում է, որ ուզում էին իշխանությունը զավթել։ Ձեր գնահատականը, դուք այդ փաստերին հրապարակվեց նաև ձայնագրություն, այդ ձայնագրություններին հավատում եք։ Գիտեք, ես նշեմ մի բան, ես բնականաբար իրավապահ մարմնի ներկայացուցիչ չեմ կարող դա կոմենտ անել, բայց խնդիրը կայանում է նրանում, որ ես գտնում եմ, որ ինչ որ քաղաքական շարժառիթ ունի, դա չի կարող լինել բնական մեր երկրի համար, արտահայտությունների համար եւ որոշ ոչ հիմնավոր պատճառների համար մարդկանց զրկելու իրանց ազատության իրավունքից ես դեմ եմ։ Մանավանդ հայ մարդու։ Ես գտնում եմ, թե մարդը չի խաբել, չի սպանել, ինչ որ բան պետության դեմ չի արել, մարդուն չի կարելի զրկել ազատությունից։ Կարելի է այդ խնդիրները նաև ուրիշ ձև լուծել։ Գիտեք, այստեղ խնդիրը ոչ թե միայն քաղաքական է, ես համարում եմ մենք փոքր ազգ ենք եւ մենք մեզ կործանում ենք, ընդհանրապես կործանում ենք։ Այսօր եկեք մի հատ շատ գլոբալ հարց տամ, բոլորը խոսում են անկախ երկրից, անկախ Հայաստանից, դա թունավոր հաբ է։ Այս աշխարհում կա 3-4 երկիր, որ կարող են ասել, որ իրանք անկախ են, Ամերիկայի միություն, Չինաստան, Ռուսաստան, մնացածը սա սատելիտներ են, չկա, դա թունավոր հաբ է։ Ով որ խոսում է անկախ երկրից, իրական Հայաստանից եւ չգիտեմ ինչից, դա հավատացեք, դա հնարավոր չի, դա ծիծաղելի է։ Մեր տարածաշրջանում մենք ունենք ցավոք սրտի 2 ու մի քիչ 3 վեկտոր։ Թուրքիա, որը մի 6 Լոնդոն, Ռուսաստան եւ մի քիչ էլ Պարսկաստան։ Եթե մենք խոսում ենք այդ ամեն ինչից եւ դրանից հետո ասում ենք մենք պայքարում ենք անկախ Հայաստանի դեմ, հավատացեք, դա ճիշտ չի, դա սխալ է։ Իմ կարծիքն է դա անձնական, ես դրա համար եմ արտահայտվում, ասենք այսօրվա իշխանությունը իր կարծիքով գտնում է, որ թուրքական եւ արևմտյան վեկտորը ճիշտ է։ Ինքը այդ ճանապարհով է շարժվում, բնականաբար այդ դեպքում մենք կորցնելու ենք մեր ինքնությունը, միանալու ենք գլոբալիստների ծրագրին եւ շատ կարճ ժամանակ հետո ձուլվելու ենք մեծ ազգին Թուրքիային։ Բնական երևույթ է, 800 տարի ապրել ենք, ձուլվել ենք, հետո մեզ կոպիտ ասած մորթել են։ Հիմա նորից ոնց որ էլի ուզում են գնանք մտնենք այդ որջի տակ։ Այո, Ռուսաստանն ունի իր խնդիրները։ Ես չեմ ասում Ռուսաստանը Հայաստանի համար լավ է կամ ինչ է, բայց մենք պետք է մի բան հասկանանք, Ռուսաստանը իր շահերն է պաշտպանում։ Ինքը մենք ուզում ենք, գիտեք, քաղաքականության մեջ չկա բարոյականություն։ Մենք սպասում ենք, վայ, հավատարիմ ենք ռուսը մեզ պետք է, տենց չի։ Մենք պետք է մեր շահերը համակցենք ռուսների հետ կամ ինչ որ մեկի հետ, որ կարողանանք մենք մեր ինքնությունը պահենք, մեր խնդիրը ինքնության պահելն է, հասկանում եք այսօր։ Եվ այս խնդիրը, որ մենք մեր ազգը պառակտում ենք, իրար կոպիտ եմ ասում, մորթում ենք, ոչ այս հասկացաք ոնց եմ ուզում ասեմ այդ բառը, հասկանում եք, հարձակվում ենք եկեղեցու վրա։ Լավ, հասկացանք, կան եկեղեցականներ, որոնք մեղք են գործում, այդ Աստված իրանց պետք է դատի, բայց կաթողիկոսը ժեկի պետք չի, ով գա այդ մարդուն ասի լավ, գիտես, այսօր դուրս չես գալի, գնա։ Տենց չի լինում, հասկանում եք։ Ես քաղաքականությունից հեռու եմ եղել, միշտ բժիշկ եմ եղել, մարդկանց եմ բուժել, բայց ամեն ինչ ունի իր չափը, հասկանում եք։ Այսօր հասցնում է մի իրավիճակի էս իրողությունը, որ արդեն իշխանություն, ընդդիմություն գնում են քաղաքացիական պատերազմի, պատրաստ ենք իրար մորթելու։ Վերջը ո՞նց պետք է լինի, լավ, մի պետք է կանգ առնենք, հասկանանք։ Ինչպես հասնել համերաշխության։ Գիտեք, եթե ես ունենայի դեղատոմսը որպես բժիշկ շատ ուրախ կլինեի, բայց ես հասկանում եմ, որ մենք մեզ ոչնչացնում ենք, թուրքերը, ջհուդները կողքից ծափ են տալի, ուրախանում են։ Այս ինչ լավ է, հայերը իրար մորթում են, հասկանում եք։
Ես չեմ ուզում բառեր օգտագործեմ, սա դավաճան է, սա չգիտեմ ինչ է, չեմ ուզում դա, ամեն ինչը պետք է ունենա ինչ-որ փաստ է։ Ես բամբասել չեմ սիրում, բայց փաստը մնում է փաստ։ Հա, մի իշխանությունը ձգտում է դեպի Թուրքիա, հա, ընդդիմությունը ձգտում է դեպի Ռուսաստան, ճիշտ եմ, չի ասում, էսա իր աչքուճը։ Ու դա բերում է մի հատ մեր մեջ անես մի հատ ջրբաժանի, որ դա ասում եմ հասել է նրան, մարդիկ պատրաստ են իրար ուղակի գնդակարելու եւ մորթելու։ Լավ վերջը ինչ արնելու։ Լավ ասենք իշխանություն արեց այս ռեպրեսիաները, ավելի գրգռեց ժողովրդի մի մասին, որը չի ուզում ասենք այսօրվա իշխանության։ Վերջը ոնց ենք անելու, չէ՞, բոլորս հայ ենք։ Ეხեշ Ղարաբաղցիներին իրանց գերեզմանները թողեցին, տները թողեցին, հիմի իշխանության մի մաս կա, որ ասում են ասել, որ իրանք հայ չեն։ Լավ, ժողովուրդ ինչ չափ կա, չէ՞, ամեն ինչին չափ կա։ Ուր ենք հասնելու վերջը։ Ինչպես եք տեսնում իշխանության փոփոխությունը, այսինքն ինչ Գիտեք, իշխանության փոփոխությունը միանշանակ պետքա դարվի սահմանադրության սահմաններում։ Ես դեմ եմ կոպիտ քայլերին։ Ասեմ ինչու։ Առաջինը դեմ եմ, որ դա սխալ է, երկրի մեծ վնաս կհասնի, երկրորդը դա կգրգռի նրան, որ ուղղակի Թուրքիան ստեղ զորք կմտցնի։ Սա պետքա գնա բանակցությունների միջոցով, իշխանության հետ խոսելով, հասկանում եք։ Հա, վատ, լավ, պետք է խոսենք իրար հետ, շատ մարդիկ իրար հետ ժամանակ հաց են կերել, խավոր սանիկ են եղել, հասկանում եք, ընկերներ են եղել, արդեն, գիտեք, ասենք, ես չեմ ընդունում, որ այսօրվա մեր առաջին նախագահին, որը ունեցել է շատ սխալներ 80 տարեկան մարդը, կարելի է տենց անպատվել, դա սխալ է, չի կարելի։ Չենք մենք չենք դեմ եք իշխանության Նիկոլ Փաշինյանի հատկապես այն բառամթերքին, որ նա օգտագործում։ Միանշանակ ես չեմ հասկանում, ասենք, գիտեք, Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը լրագրողներ են եղել, ու ասենք որոշ չափով գրագետ մարդիկ են, բայց չեմ հասկանում պատճառը ինչն է, որ իրանք անցել են սենց լեքսիկոնի։ Ես ուղղակի դա չեմ ընկալում։ Ինչն է պատճառը, պետք է այդ մարդկանց հարցնել, ընկերներ, ինչն է պատճառը, որ դուք լավ անցել եք այս լեքսիկոնի։ Լավ վարչապետի պաշտոնը ո՞նց կարելի է իջացնել պլինտուսից ցածր։ Ինչ-որ մի պատճառ պետք է լինի։ Չէ, ես չեմ հավատում, ասենք Նիկոլ Փաշինյանը, ինչ էլ ասենք, հասարակ մարդ չի։ Նրա ուղեղն է միլիոնի վրա աշխատում է, բայց ինչի է սա ինքը անում։ Դուք չունեք բացատրություն։ Չէ, ես որ ունենայի բացատրություն, կարող է ինչ-որ դեղատոմս տայի։ Ուղղակի չունեմ ու զարմացած եմ, հասկանում եք, մենք մեր ազգը կործանում ենք մեր ձեռով։ Դե օրինակ եկեղեցու հետ կապված ասում է հասարակ հարց են տվել հոգևոր հայրերին կուսակրոնության ուխտը խախտելու հետ կապված, թող ինձ պատասխանեն։ Ինչի համար իրան պետք է պատասխանի, ասենք լավ, ասենք էդի նրանց պատիժը, Աստծո պատիժը եկեղեցականը, եթե մեղ կա գործում, եթե ես եմ գործում, իմը ուրիշ է, նրանը տասնապատիկ է, ինչ գործ ունեք դուք, եթե եպիսկոպոսները հատուկ այդ ժողովը, որ որոշել է ինքը պետք է լինի կաթողիկոս, եւ իրան հրճակել են կաթողիկոս, Աստծո կողմից օծվել է, ինչ կապ ունի պետությունը դրա հետ։ Եթե կաթողիկոսը չի այսօր, ասենք հայտարարում եկեք հեղաշրջում անենք, ինչ-որ անօրինական գործողություններ չի անում, ի՞նչն է պատճառը։ Լավ, 7 տարի այդ մարդը քեզ չէր խանգարում։ Հիմա ինչու է խանգարում այդ մարդը քեզ։ Չեմ հասկանում, հասկանում եք, բայց ես ուրիշ բան եմ սրա տակ տեսնում։ Վերջի մեր հայաքվեի հարցումներով ժողովրդի 70-80%-ը վստահում է եկեղեցուն։ Հասկանում եք, ու այդտեղ տեսնում եմ, որ իրանք իրանց իշխանության համար վտանգ են տեսնում։ Եվ դրա համար է այս եկեղեցու դեմ արշավը սկսվել, չէ՞։ Ասենք եթե Բայց ինչ վտանգ կարող են եկեղեցուց գալ։ Որ եկեղեցին կարող է հասկանա, որ մենք դառնում ենք թուրքական վիոլետ եւ հանի ժողովրդին վիոլետ կներեք, էլի, եւ հանի ժողովրդին ոդկի, վախը դրանումն է, որ ժողովուրդը հանգարց եկեղեցու շուրջը չհամախմբի, հասկանում եք։ Այստեղ խնդիրը գիտեք նաև ինչ է, ինֆորմացիայի պակաս, հասկանում եք, այսօրվա իշխանությունը տափուկ է գործում, տես չի կարելի, պետք է ժողովրդի հետ խոսալ, հա բացատրեք, հա կարող անենց փաստեր եք բերում, որ հա ժողովուրդն ասում է լավ է, եկեք Թուրքիայից սկսենք ապրել, բայց դուք բան չեք ասում ժողովրդին, դնում եք փաստի առաջ, տես չի կարելի, չէ։ Դրա համար եմ ասում, երկխոսություն է պետք, մենք գնում ենք մեզ կործանելու, հասնում ենք դրա, որ մարդիկ պատրաստ են իրար գնդակարել, դրան եք ուզում հասցնեք, ինչի համար։ Ինչպես անել, որ այդ ձեր ասած ընթացքը չունենա Հայաստանում։ Պետք է երկխոսություն լուրջ սկսել, ինձ թվում է պետք է։ Ով պետք է սկսի դա։ Եվ ընդդիմության առողջ ուժերը, եւ իշխանության առողջ ուժերը պետք է նստեն բաց,
Իրանց ծրագիրն ունեն, պետք է ներկայացնեն իրանց ծրագիրը, Հիմա 26 թվականի ընտրություններ են, գուցե Չէ, բայց ժամանակ։ մինչև 26 թիվ ինչ որ բաներ է կատարվում, գործընթացներ է կատարվում, մեր ղեկավարը գնում է Թուրքիա, ես դեմ չեմ։ Թուրքերի հետ էլ ադրբեջանցիների հետ կարելի է առևտուր անել, հարևանություն անել, բայց թուրքը մի բան ունի, թուրքը պետք է վախենա եւ հարգի։ Եթե թուրքը չվախեցավ եւ չհարգեց, նա մեջքից դանակը կուխելու է։ Դա պատմություն է։ Պետք է լինի ընդհանրեն անենց հարաբերություններ, որ լինի փոխադարձ հարգանք, միայն հարգանք։ Ուրիշ տարբերակ չկա այստեղ, չէ՞։ Իմացեք, նորից եմ ասում, որ մենք ընդհանրապես շատ կարճ ժամանակ հետո ձուլվելու ենք։ Ղարաբաղը ես ուղիղ 2 տարի կես առաջ հարցազրույց եմ տվել, ասել եմ առանց Ղարաբաղ Հայաստան չի կարող լինել։ Նորից կրկնում եմ դա։ Մեր հարցումները ցույց են տալի, որ ժողովրդի 60%-ը մտածում է դրա մասին, չգիտի երբ, բայց էլի ուզում է Ղարաբաղը հետ բերի։ Դա օֆիցիալ հարցումներ են, մենք ստատիստիկ հարցումներ են, այդտեղ մենք բան չունենք ինչ որ մի կեղծելու, հասկանում եք, էս է խնդիրը։ Շատ ծանր իրավիճակ է, ես ձեզ ասեմ, մնացել է 5 պակաս Հայաստանի կործանմանը։ Պրոստը չենք հասկանում մենք, շատ ժողովուրդը դա չի հասկանում։ Կործանման ինչ նկատի ունեք ներքին։ Անկախությունը կորցնելու։ Այն անկախությունը, որ ասում են, չէ, անկախությունը դա ռեալ բան չի, բայց գոնե այն անկախությունը, որ մենք ունենք, դա էլ կորցնելու։ Անկախությունը կորցնել դեպի ավելի շատ տեսնում եք թուրքական աշխարհ, թե դեպի ռուսական աշխարհ։ Ես ձեզ ասեմ մի բան, միանշանակ, այսօր եթե մենք նայում ենք գլոբալ առումով, մենք գտնվում ենք Ռուսաստանի գոտում։ Միանշանակ գտնվում ենք Ռուսաստանի գոտում։ Ռուսաստանի համար հեչ վերջներ չի։ Մենք կմնանք 10,000, 5,000, թե 25,000։ Ինքը կունենա փոքր Հայաստան, մենք է կդառնանք գուբերնիա։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Եթե Թուրքիան էլ ինչ կարանա Ադրբեջանի հետ կփոկի։ Մենք պետք է խելոք գտնվենք։ Մենք պետք է նույն, ասենք, այսօրվա իշխանություն ասի ժողովուրդ էս ճանապարհով ենք եթում, սենց խնդիրներ ունենք, փորձենք դեկուս այս խնդիրները մի ձև իրար հետ լուծենք։ Լավ, ինչքան հա տարանք մարդկանց լցեցիք բանդերը, ասենք հայտնի գործարարին, որը հասարակ մարդ չի, Ռուսաստանի նման դաժան երկրում այդ մարդը դարել է միլիարդատեր։ Ուրեմն այդ մարդը ինչ-որ իրանից բան է ներկայացնում, չէ՞։ Ինչ կեղտ ասես լցում են համացանցում այդ մարդու գլխին։ Լավ ամոթ է, չէ՞, այդ մարդը ընտանիք ունի, երեխեք ունի, թորներ ունի, չափ կա, չէ՞։ Այսօր մի հատ բլոգեր այն վերջի բառերով Սրբազանին անպատվել է։ Լավ չի կարելի, չէ՞, այդ մարդը վերջապես տարիքով մարդ է, դու հեր ունես հորդ հարգում ես, հորդ պապուտ տարիքի մարդը չափ կա, չէ՞ ամեն ինչին, լավ։ Մենք մոռացել ենք այդ ամեն ինչը, հասկանում եք։ Մեր ազգի ինքնությունը կորում է ժողովուրդ։ Էս է խնդիրը։ Պետք է հասկանանք, որ եթե ուզում ենք մենք ինչ-որ մի բան գոյատևենք, պետք է մենք մի հատ իրար հետ լեզու գտնենք։ Մենք իրար հետ ուզում ենք թուրքի, ռուսի հետ լեզու գտնենք, իրար հետ չենք կարող գտնենք այդ լեզուն։ Դե Սամվել Կարապետյանը, որ հիշեցրեցիք, եկավ, ասաց եկեղեցու կողքին եմ կանգնել եւ եթե դուք շարունակեք այդպես, ես իմ ձևով կմասնակցեմ գործընթացներին եւ այդ մարդուն, ինչպես նշեցիք, հիմա կալանավորել են։ Այսինքն ուզեց ձեր ասած այդ համերաշխությունը, որ եկեղեցու կողքին կանգնել, բայց փաստորեն չի ստացվում ամեն դեպքում խոսել իշխանության հետ։ Դե ես հասկանում եմ, դրա համար էլ ես այսօր եկել եմ հարցազրույցի, որ փորձեմ ինչ-որ մի բան, ես փոքր մարդ եմ, ասենք բժիշկ եմ, ասենք առողջության կազմակերպիչ եմ, երկար տարիներ գլխավոր բժիշկ եմ աշխատել, կարակ իմ կոլեկտիվից հասնեք ինչ համբավ եմ թողել, հասկանում եք, բայց ես հայ մարդ եմ, ունեմ 5 երեխա, ես այսօր ուզում եմ, որ իմ երեխաները ապրեն մի երկրում, որտեղ հայ ինքնությունը կպաշտպանվի, այո, մենք պետքա բաց երկիր լինենք, այո, մեր մոտ պետք է գան այլ ազգի մարդիկ էլ, բայց ի՞նչ է նշանակում մարդուն, ասենք, ձերբակալել ինչ-որ հայտարարության համար, ասենք, որտեղ ընդհանրապես չկա խոսք հեղաշրջման, ասենք, իմ ձևով, կարող է մարդը իր ձևով լրատվական միջոցներին կամ ինչերին հայտարարություններ տարածում, օգնում էր մարդկանց, բացատրում էր, իմ ձևով խոմ այդ մարդը չի ասես զորք եմ բերելու գրավեմ Հայաստանը։ Ասենք, գիտեք, տենց ամեն ինչի հետևից կարելի է գնալ, տենց չի լինում։ Ու տենց կալիբրի մարդուն փագելը չի կարա առանց հետևանք ասնի, հավատացեք ինձ, չի կարա։ Այդ մարդը միամիտ մարդ չի։ Ում կողմից կարող են հետևանքներ լինել։ Չեմ կարող ասել, բայց ես իմ կյանքի փորձը, ես 58 տարեկան մարդ եմ, ամեն ինչով անցած մարդ եմ։ Ես մի բան գիտեմ, որ տենց կալիբրի մարդի
կալանավորումը առանց հետևանք չի կարող անցնել, Ռուզաննա ջան, դա անհնար է։ Ով էլ ինչ ասի։ Շատ լավ, պարոն Խաչատրյան, եւ նաեւ անդրադառնալ մի փոքր առողջապահության ոլորտին, քանի որ դուք դրա մասնագետն եք եւ հասկանանք ի վերջո մեր մոտ առողջապահության ոլորտը ինչ վիճակում է, շատ հաճախ ենք խոսում առողջապահության ապահովագրության մասին, ընդհանուր առմամբ ոլորտի գնահատական ինչպիսին է։ Լավ, ասենք առաջի մի հարցը տամ, այն տիկինը, որ զբաղեցնում է այդ պաշտոնը, արդեն թողել է իր հիվանդները խնդիրները, բուժման խնդիրների հետ կապված ժողովրդին ապահովելու բուժօգնությամբ, արդեն անցել է ուրիշ մի դաշտ, քննադատում է, տերորիստներ եկան, Հայաստանը փորձեցին գրավել, ավելավը թող ինքը ընդհանրապես դուրս գա այս ոլորտից, գնա այդ ոլորտ, սկսի տերորիստների դեմ պայքարել։ Ասեմ ձեզ հետևյալը, ցավոք սրտի, գիտեք, մենք չունենք հստակ գործելու հայեցակարգ, չունենք էտապային լուծում եւ սիտուացիոն պոպուլիստական խնդիրներից ելնելով որոշվեց նաև ներդնել այդ ապահովագրությունը չարքաշ, որը բնականաբար հասավ ֆինանսների նախարարություն եւ կենտրոնական բանկ, որտեղ գոնե մի քիչ արեստավարժներ են նստած, ոչ թե նախարարության ճակերտավոր խելոքները եւ կասեցրեցին այդ գործընթացը, քանի որ դա կատաստրոֆա էր։ Գիտեք, ես չեմ ուզում, ասենք, հիմի խոսամ, ստե խնդիրը այն է, որ մեր ինչ է հետաքրքրում մարդկանց, որ կարողանան որակյալ հասանելի բուժօգնություն ստանան, իսկ բժիշկը, որ կարողանա առանց ֆինանսական խնդիրներ հիվանդի հետ քննարկելու, կարողանա իր բուժօգնությունը որակյալ իրագործի։ Իսկ պետությունները նաև պետք է անի կանխարգելիչ գործողություններ, որ այդ հիվանդությունը քիչ լինեն։ Դա հասարակ դիլեմա է, աշխարհում ընդունված բան է։ Մենք ուղղակի պետք է մի հատ համաշխարհային փորձը վերցնենք, մի հատ հայեցակարգ, ռեալ հայեցակարգ գրենք եւ այդ հայեցակարգով շարժվենք։ Էս է խնդիրը։ Պետք է ուժեղացնենք պոլիկլինիկական ծառայությունը, դա առողջապահության հենասյունն է։ Մեծ փողեր պետք է դնենք դրա մեջ։ Հավատացեք, շատ կտրուկ փոխվի մեր առողջապահության դեմքը։ Մենք պետք է նորից եմ ասում, այդ ապահովագրությունը այնց անենք, որ հիվանդը պաշտպանված լինի։ Ոչ թե փողերի նույն պետությունը հավաքի, պետ պատվերի նման դու գնաս չիմանաս քո իրավունքները, հետո քեզ խաբեն, փող վերցնեն, բժիշկին աշխատավարձ նորմալ չտան։ Սա է խնդիրները։ Ես այնպես չի որ մենք ես առողջության իրավունքը կայի նաև համայնադին եմ, այնպես չի մենք մի քանի անգամ առաջարկել եմ համագործակցություն։ Ավելին ասել ենք չի ստացվելու ժողովուրդ ջերմ։ Բայց մարդիկ չէ, մենք ամենախելոքն ենք, մենք կարող ենք, մենք կանենք։ Այնտեղ մարդ չկա, ես ասել եմ հարցազրույցը, մարդ չկա, որ հիվանդի արուն չի տեսե, հիվանդի քրտինքի հոտ չի առը, հիվանդի դարդը չգիտի, բժիշկի դարդը չգիտի։ Այդ տիկին է եկել որ բաների ֆարմ բիզնեսի ընտանիքի ներկայացուցիչ է, անձնապես ոչ մի խնդիր իր հետ չունեմ, բայց իր ղեկավարումը ուղղակի ծիծաղելի է։ Ես ծիծաղում եմ, հասկանում եք, գնում են Գյումրի միջոցառում են անում, իրար շնորհավորում են, ծափիկ, ուրախություն, քեֆ, շատ լավ, արեք։ Ես դե նախանձի խնդիր չկա։ Բայց ոնց է կազմակերպվել, ով անդեղ նստած, ում են ընտրել, ինչ են անում, ասենք դրանով ինչ են անում, էլի։ Հարկ չկա, ամեն ինչ էլ կարելի է անել, բայց չի կարելի, ես շատ բժիշկներ եւ ղեկավար բժիշկներից հիասթափված եմ։ Լավ, վաղ իշխանությունը փոխվավ, էլի սապոնները վեգալելու եք գնաք սկսեք սապոնվել, ամոթ է։ Տղա եք վերջապես, չէ՞, սա 20-30 տարի իրար ճանաչում ենք։ Նստելու սեղաններին ամեն մեկը ես եմ, տղա եք, ձեզ տղավարի պայեք, փողի մեռած մի եղեք, չէ՞։ Թե վախում եք այդ տիկինից մի քիչ պետ պատվերը կդրի։ Ես չեմ ընդունում դա, ես էլ սուրբ չեմ եղել կամ սուրբ չեմ, բայց թող մեկը գա իմ դեմը կանգնի ինչ-որ բան իմ դեմքին ասի, պատրաստ եմ նաև քննարկում անել նախարարության ցանկացած անձի դեմ, ոչ թե դեմ ագրեսիվ ձևով, բայց գործնական։